Ընդդիմադիր պատգամավոր Ագնես Ախամոյանը հիմնավոր կասկած ունի, որ եկամուտների հայտարարագիծ չլրացնելու համար քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև դատելու։ Հայաստանի քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով 3-ից 6 տարի ազատազրկում է սահմանված այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր կամ չեն լրացնի, կամ կեղծ տվյալներ կներկայացնեն, կամ էլ կթաքցնեն եկամուտները։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով ինքը 3 ամիս է պետական կառույցներից մեկ հարցի պատասխան է փորձում ստանալ, ինչպես է պատժվելու հայտարարագիծ չլրացնողը։ Ոչ ՊԵԿ-ն է հստակ պատասխանում, ոչ էլ գլխավոր դատախազությունը։ Ագնես Ախամոյանը ստիպված է եղել հարցն այսօր բյուջեի 5 տարվա կատարողականը խորհրդարան բերած վարչապետին տալ։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է արձագանքի երեկոյան հարց ու պատասխանի ժամանակ։ 3 ամիս շարունակ մի պարզ հարցի պատասխան կամ բացառում կամ հաստատում ես այդպես էլ չեմ կարողանում ստանալ։ Արդյոք քրեական հետապնդման են ենթարկվելու մեր այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր չեն լրացնելու կամ սխալ հայտարարագիր են լրացնելու։ Հիմա օգտվելով այս հրաշալի հնարավորությունից, քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային ձևակերպում եմ հարցս եւ ակնկալում եմ հստակ պատասխան, շատ հստակ պատասխան եմ ակնկալում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատվելու է հայտարարագիր չներկայացնելու համար, այնպես ինչպես սահմանում է քրեական օրենսգրքի 444 հոդվածը։ Շնորհակալություն։